Նիկոլ Փաշինյանը գիշերը իրականացնելով ստեղծան փակեց նաև հետընտրական զարգացումների այսպես ասած, բացառում նմանվար եւ այլն։ Եթե այնուամենայնիվ ձեր ձեռքին հայտնվել անհերքելի փաստեր, որ Բարգավաճ Հայաստանի ձայները իրականում ստեղծան պակասեցվել է, հիմա միտումնավոր, թե ոչ միտումնավոր, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատական մտի, որ սա է տոկոսը, որը ստացվել է եւ չի հասնում խորհրդարան։ Ես կառաջարկեմ այդ հարցը կրկնեք մի որոշ ժամանակ հետո, երբ մենք կունենանք արդյունքները, այսինքն մենք ինքներս էլ պետք է քննարկենք, թե ինչպիսի քայլեր պետք է հաջորդեն։ Անճշտությունների ճշգրտման հետ կապված ժամանակային, այսպես հստակ ժամկետներ նախատեսված չեն, եւ դրանք պետք է իրականացվեն այնքան արագ, որքան հնարավոր է։ Այսինքն ոչ թե անճշտությունները թողեն մի շաբաթ հետո կքննարկեն եւ այլն, ոչ, անճշտությունները պետք է ճշգրտվեն որքան արագ, այնքան արագ, որքան հնարավոր է։ Վերահաշվարկների համար կան սահմանված ժամկետներ այսօր մինչև ժամը 18:00-ն եւ վաղը մինչև 12:00-ն դիմումներ ներկայացնելու եւ այնուհետեւ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետներում վերահաշվարկներ իրականացնելու։ Հետևաբար այս պրոցեսները կընթանան ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետների շրջանակներում, դրանից հետո բնականաբար մենք էլ կորոշենք մեր քայլերի հաջորդականությունը։ Ես մեկ անգամ էլ պետք է կրկնեմ, որ այստեղ կարևորը նպատակներ եւ այն հանգամանքը, որ մենք պայքարում ենք մեկ ճակատով։ Եթե դուք կարծում եք, որ ես այն մարդկանցից եմ, ով մանդատի համար կարող է ափսոս զգալ կամ մանդատի համար կարող է կռիվ տալ, ուրեմն ինձ լավ չեք ճանաչում։ Շնորհակալություն։